Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը։ Հաճելի տրամադրություն եմ մաղթում մեր թողարկումը դիտողներին ու ընթերցողներին։ Ամեն ամիս ես պատասխանում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին։ Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում իմ գրասենյակն ուղղակիորեն պատասխանի ձեզ։ Ունեմ բազմակի մուտքի վիզա 10 տարի ժամկետով, անձնագրի ժամկետը լրանում է 2021 թվականին, սակայն այնտեղ այլևս ազատ էջեր չկան, որպեսզի անձնագրային հսկողության դրոշմակնիկներ տրվեն։ Եթե ես նոր անձնագիր ստանամ, սակայն պահեմ նաև հին անձնագիրս, կկարողանամ 2 անձնագրով գնալ Միացյալ Նահանգներ։ Շնորհակալություն Դ. Վարդանյան այս հարցի համար։ Շատ կարևոր հարցադրում է, քանի որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ ստանում են 10 տարի ժամկետով Միացյալ Նահանգներ մուտքի վիզաներ, եւ հավանական է, որ շատերի մոտ անձնագրի ժամկետը կարող է լրանալ մինչ վիզայի ժամկետը լրանալը։ Անդրադառնամ ձեր հարցին։ Այո, կարող եք։ Եթե ձեր ճամփորդական փաստաթղթերը, անձնագիր եւ վիզա անվնաս են, իսկ ձեր անուն, ազգանունն ու ծննդյան օրը նույնն են, ապա կարող եք ԱՄՆ մեկնել ձեզ հետ ունենալով ձեր նոր անձնագիրը եւ ժամկետ անց անձնագիրը, որտեղ փակցված է Միացյալ Նահանգների մուտքի ձեր գործող վիզան։ Մենք գործող վիզան նոր անձնագիր փոխադրել չենք կարող։ Նոր անձնագրում վիզա կփակցվի, եթե ներկայացնեք վիզա ստանալու նոր դիմում։ Արդեն վիզա ունեցող անձանց մեծ մասի համար հարցազրույց անցնելու անհրաժեշտություն չի լինի։ Առանց հարցազրույցի վիզա ստանալու հետ կապված մանրամասներ կարող եք գտնել մեր կայքում։ Բարև ձեզ, ես ամուսնանում եմ Միացյալ Նահանգների քաղաքացու հետ եւ ամուսնուս հետ մեկնում եմ Միացյալ Նահանգներ։ Ես ունեմ 20 տարեկան տղա, ուզում եմ իմանալ, կարող եմ նրան ինձ հետ տանել, թե նա կարող է գալ միայն իմ մեկնելուց հետո։ Շնորհակալություն հարցի համար եւ շնորհավորանքներս առաջիկա ամուսնության առիթով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին ներգաղթային վիզայի միջնորդագիր կարող է ներկայացնել իր օտարերկրացի կնոջ ամուսնու համար։ Ձեր պարագայում դա կարող է շուտ արվել եւ իր խորթ երեխաների համար, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենսդրության համաձայն խորթ երեխա է համարվում հարաբերությունների հաստատման պահին 18 տարին չլրացած երեխան, քանի որ ձեր որդին ձեր ամուսնության պահին 18 տարեկանից բարձր տարիք ունի, ուստի ձեր ամուսինը չի կարող նրա համար ներգաղթային միջնորդագիր ներկայացնել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներգաղթելուց եւ այնտեղ մշտական օրինական բնակչի կարգավիճակ ձեռք բերելուց կամ գրին քարտ ստանալուց հետո դուք կարող եք ձեր որդու համար ներգաղթային վիզայի միջնորդագիր ներկայացնել, եթե նա դեռևս ամուսնացած չէ։ Հարկ է նշել, որ սպասելաժամանակը այստեղ բավականին երկար է։ Այս պահի դրությամբ օրինական մշտական բնակչի չամուսնացած որդու կամ դստեր համար դա կազմում է մոտ 7 տարի։ Եթե ձեր որդին ամուսնանա մինչև ձեր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի դառնալը, ապա նա որևէ կատեգորիայով ներգաղթային վիզա ստանալու իրավասություն չի ունենա։ 2014 թվականի մայիսին ողջ ընտանիքիս հետ Միացյալ Նահանգներում էի որպես տուրիստ։ Հղի էի եւ պլանավորում էի ծննդաբերել Փարիզում։ Ունեմ Ֆրանսիայում հիվանդանոցի ու բժշկի հետ պայմանավորվածության մասին փաստաթղթերը։ Ես չկարողացա վերադառնալ Փարիզ, քանի որ իմ եւ երեխայի առողջական վիճակից ելնելով Ամերիկայում բժիշկս խորհուրդ տվեց ինքնաթիռ չնստել։ Ես մնացի Միացյալ Նահանգներում մինչև 2014 թվականի սեպտեմբերը, երբ ծնվեց իմ փոքրիկը։ Երբ վիզայի ժամկետը լրացավ, մեր ընտանիքը դիմեց նոր վիզայի համար։ Բոլորը ստացան 10 տարի ժամկետով վիզաներ, բացի ինձնից։ Ինձ որևէ պարզաբանում չտրվեց, թե ես ինչու վիզա չստացա։ Շնորհակալություն ԶՍ հարցի համար։ Ձեր գործի մանրամասներին այստեղ անդրադառնալ չեմ կարող, սակայն ուզում եմ նշել, որ հյուպատոսական պաշտոնյաներն հասկանում են, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանից շատերը ձգտում են ծննդաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հասարակական կարծիքն այս հարցի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Հայաստանում տարբերվում է, բայց փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքների համաձայն դա անօրինական չէ եւ նման մտադրություն չի կարող վիզայի մերժման հիմք հանդիսանալ։ Վիզայի ցանկացած դիմումում, սակայն կարևորվում է դիմողի ու նրա մտադրությունների արժանահավատությունը։ Դիմումը քննության առնելիս հյուպատոսական պաշտոնյաները դիտարկում են նախկին դիմումները, նրանցում նշված տեղեկությունները եւ դրանք համեմատում են ուղևորության փաստացի տեղեկությունների հետ, եթե այդպիսիք կան։ Եթե հյուպատոսական պաշտոնյայի մոտ կասկածներ կան առ այն, որ դիմողը կարող է վարվել այլ կերպ, քան նշված է դիմումում, ապա այդ կասկածը բավարար
հիմք է վիզայի տրամադրումը մերժելու համար։ Հյուպատոսական պաշտոնյաները մերժումների դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներ վիզային օրենսդրության այս հարցի շուրջ ապահովում են պարզաբանումների թե գրավոր, թե բանավոր կերպով։ Ինչպես գիտեք, տիկին ԶՍ, վիզայի մերժումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն։ Եթե որոշեք կրկին վիզայի դիմում ներկայացնել, ապա պատրաստ եղեք բացատրել ձեր նախորդ ուղևորության հետ կապված հանգամանքները, մասնավորապես ձեր պլանների փոփոխությունը։ Եվ վերջում ուզում եմ նշել, որ շուտով կմեկնարկի տարվա առավել ծանրաբեռնված շրջանը, երբ ավելանում են տուրիստական, բիզնես ու ուսանողական վիզաների համար ստացվող դիմումները։ Ես եւ հյուպատոսական բաժնի անձնակազմը ամեն ինչ կանենք հարցազրույցները հնարավորինս շուտ նշանակելու ու անցկացնելու համար, սակայն ուզում եմ խնդրել ձեզ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու պլաններ ունենալուն պես ներկայացնեք վիզայի դիմում, դրանով օգնում եք, որ մենք կարողանանք օգտակար լինել ձեզ։ Շնորհակալություն եւ մինչ նոր թողարկում։